Բարև, ես Վինի Մանկուսոն եմ, շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողը Սանիթաունում։ Ինչպես գիտեք, ես հանդիպել եմ Սոֆիային եւ նրա ընտանիքին իր IPP-ի համար։ Ես հարցեր եմ տվել, նշումներ արել եւ մենք միասին պլան ենք մշակել։ Ահա, տեսեք թե ինչպես է դա արվում։ IPP-ն փաստաթուղթ է, որն արտացոլում է ձեր ընտանիքի եւ շրջանային կենտրոնի միջև մանրակրկիտ քննարկման արդյունքը։ Ներառում է ծառայությունները եւ դրանց ֆինանսավորման եղանակները։ Եկեք ինձ հետ։ IPP ուղեցույցը մշակվել է 100 հազարավոր IDD ունեցող մարդկանց եւ նրանց աջակցության շրջանակին օգնելու համար, հասկանալու թե ինչ ծառայություններ են հասանելի նրանց ուզած կյանքն ապահովելու համար։ Գուցե գիտեք ինչպիսին է այդ կյանքը, կամ պետք է մի փոքր ուսումնասիրել պատասխանի համար։ Մեր սպասարկման համակարգողների խնդիրն է լսել ձեր նպատակները, գրի առնել դրանք եւ գտնել աջակցելու ուղիներ։ Եվ քանի որ նպատակները շատ են, դրանք խմբավորել ենք ըստ կյանքի 12 հիմնական ոլորտների։ Տեսնենք ինչն էր ամենակարևորը Սոֆիայի համար։ Համայնքային մասնակցությունը։ Սոֆիան ցանկանում էր միանալ Բարջման գրախանութի գրքի ակումբին։ Դրա համար մենք նրան պետք է տրամադրեինք երկու տարբեր ծառայություններ։ Մեկը տվեց այն օգնությունը, որը պետք էր համայնքային մասնակցության համար, մյուսը ֆինանսավորեց անդամավճարները։ Նրա կարիքների եւ ընտանիքների զբաղվածության պատճառով Ռամոս ընտանիքին լրացուցիչ աջակցություն էր պետք։ Մի քանի հարց տվեցի, լսեցի եւ օգտագործելով անձակենտրոն մտածողությունս գործեցի ըստ լսածիս։ Միասին մենք լուծեցինք Սոֆիային անձնական օգնություն տրամադրելու հարցը։ Նենսին ստանձնեց օգնելու պարտականությունը, որ Սոֆիան կարողանա հաճախել առեղծվածային գիտակների ակումբ։ Կարծես շուտ ասելուկ դարձավ։ Իսկ ինչ տեսք ունի այն թղթի վրա։ Սկսում ենք ցանկալի արդյունքից։ Սոֆիան լրացրեց այսպես. Սոֆիան ուզում է ընկերներ գտնել առեղծվածային գիտակների գրքի ակումբում։ Ոմանք նախընտրում են գրել առաջին դեմքով. Ուզում եմ ժամանակ անցկացնել։ Եվ դա սխալ չէ։ Լրացնենք ծառայությունները։ Ծառայություն եւ աջակցություն, անձնական օգնություն։ Աջակցումը PA Pels-ից։ Մեկնարկի ամսաթիվը ծառայությունների առաջին օրը։ Ավարտի ամսաթիվը այսօրվանից 6 ամիս։ Չմոռանանք, որ կարող ենք նաև երկարաձգել։ Անձնական օգնության ծառայությունները տրամադրվում են ժամով։ Սոֆիային Նենսին պետք էր շաբաթը 1 անգամ, մենք տրամադրեցինք ամիսը 12 ժամ։ Հետագայում Նենսիի ծառայությունները պահանջվեցին շաբաթը 2 անգամ։ Մենք թարմացրինք Սոֆիայի IPP-ին գրելով ամիսը 24 ժամ։ Ֆինանսավորում է շրջանային կենտրոնը։ Այսպիսով Սոֆիայի ակումբում մասնակցության հարցը լուծվեց։ Այժմ պարզենք թե ինչպես վճարել։ Շրջանային կենտրոնը միշտ թարմացնում է ծառայությունները եւ ես պարզեցի, որ այն կարող է ֆինանսավորել սոցիալական ժամանցի եւ ճամբարային ծառայությունը։ Եկեք լրացնենք։ Ծառայություն եւ աջակցություն, սոցիալական ժամանց եւ ճամբարային ծառայություններ, աջակցումը առեղծվածային գիտակների։ Մեկնարկի ամսաթիվը անդամակցության օրը։ Ժամկետի ավարտը ծառայություններ կատարողի լիազորության վերջին օրը, այս դեպքում այս պահից 6 ամիս անց։ Կարծում եմ Սոֆիային կհերիքի ժամանակը առեղծվածներ բացահայտելու համար, բայց մի անհանգստացեք, մենք միշտ կարող ենք քննարկել ծառայությունների երկարաձգումը։ Այսպիսով որոշ աջակցություններ լրիվ վճարվում են մեկ աղբյուրից, որոշներն էլ բազմաթիվ աղբյուրներից։ Այս դեպքում ամբողջը ֆինանսավորում է շրջանային կենտրոնը։ Եթե հարցեր ունեք, խնդրեք ձեր համակարգողին բացատրել։ Սա շարունակվում է մինչև ձեր ընտրած բոլոր պայմանները լրացվեն։ Դրանից հետո մենք անցնում ենք համաձայնագիր բաժնին։ Կարող եք համաձայնել բոլոր ծառայություններին, որոշ ծառայություններին կամ ոչ մի ծառայության։ Նաև կարող եք ծանուցում պահանջել, եթե պետք է վիճարկել շրջանային կենտրոնի որոշումը ձեր ծառայությունների վերաբերյալ։ Հաջորդը։ Եկեք նշենք 3 կարևոր կետեր։ Համոզվենք, որ նրանք ստացել են ծառայությունների հաշվետվությունը, որը շրջանային կենտրոնը ֆինանսավորել է վերջին տարում։ Ստուգված է։ Երկրորդ, կքննարկենք այն տեղեկությունները, որոնք դուք եւ ձեր աջակիցները տալիս եք ընթացիկ կամ ապագա IPP թարմացումների համար, կատարված։ Եվ երրորդ, կնախանշենք հաջորդ IPP հանդիպումը։ Ձեր IPP-ն 3 տարի ուժի մեջ է։ Այդ ընթացքում կթարմացնենք ըստ անհրաժեշտության, կախված իրավիճակից, առնվազն տարին 1 անգամ։ Ահա եւ վերջ։ Հաջորդիվ ես ձեզ կծանոթացնեմ հատուկ ծրագրերի եւ ձեր իրավունքների մասին։ Առաջինը՝ ինքնուղղորդում։ Դա հնարավորություն է կառավարելու սեփական ծառայություններն ու աջակցությունները եւ թե ով է տրամադրում։ Սոֆիան հիմնականում ընտրեց ավանդական ծառայություններ, բայց Ռամոս ընտանիքը նաեւ օգտվում է ինքնուղղորդող ծառայություններից։ Ըստ այդմ Քերրիտիտոն կարող է լինել խնամակալ։ Ընտանիքը, որն ուզում է կառավարել ծառայությունները եւ վարձել իր անձնակազմը, կարող է ուսումնասիրել ինքնորոշման ծրագիրը։ 47-31 բողոք։ Եթե դուք շրջանային կենտրոնից կամ սպասարկողից բողոքներ ունեք, ապա շրջանային կենտրոնները պարտավոր են պատասխանել ձեզ։
Whistleblower-ի քաղաքականությունն ապահովում է ձեր կամ ձեզ համար միջնորդող անձի պաշտպանվածությունը, եթե անանուն հաղորդում տա կանոնական կամ ոչ պատշաճ գործունեության մասին։ Կալիֆոռնիան մշտապես հետևում է, որ ամենամրցունակ աշխատատեղերում բարձր առաջնահերթություն տրվի IDD ունեցող մարդկանց։ Իրական գումար իրական աշխատանքի դիմաց։ Շրջանային կենտրոնը կօգնի ձեզ գրանցվել քվեարկության համար։ Օրվա ծառայությունների կամ աշխատանքի վայր հասնելու համար շրջանային կենտրոնը կմշակի անվտանգ տրանսպորտային պլան, եթե տեղաշարժի խնդիր չկա։ Եթե կա, կտրամադրենք տրանսպորտ կամ աշխատանք։ Ուալա! Սա ընդամենը IPP գործընթացի արագ ակնարկ էր։ Համոզվեք, որ ձերը շատ մանրամասն քննարկել եք համակարգողի հետ։ Այժմ պարզապես մնում է ստորագրել։ Շատ լավ, Ռամոս ընտանիք, ժամանակն է ստորագրել։ Դուք ամեն ինչ նայեցիք։ Այո, տեսքից լավն է։ Հրաշալի է։ Ստորագրեք կետագծերի վրա։ Եվ հիշեք, ամեն անգամ, երբ ձեր IPP-ն թարմացվում է, պետք է ստորագրել։ Դե, այսքանն էր, հեշտ եւ շատ անհրաժեշտ։ Մենք լրացրեցինք փաստաթղթերը, մոտ ապագայում կրկին կհանդիպենք եւ հետեւողական կլինենք, համոզվելով, որ IPP-ն աշխատում է։ Հիշիր, քեզ օգնող թիմը ձգտում է ամբողջովին կենտրոնանալ անձի վրա, եւ կենտրոնում գտնվող այդ անձը հենց դու ես։